ասում եք, որ դադարեցրեք ակցիաները, այստեղ ամեն ինչ արվում է, ծնողներին ներս էի հրավիրում, ինչ է արվում, կարող եք ասել, տեսեք այստեղ ծնողներ են, որոնք ունեն 2 որդի անհետ կորած, 1 որդի անհետ կորած, ինչ է արվում, դուք ապրիլի 7-ին այստեղ իջաք եւ ասում եք, որ գիտեք, եկեք ներս հրավիրեմ ձեզ, մի կանգնեք, ինչ է արվում, կարող եք ասել, ծնողները ուզում են լսել։ Ուրեմն կատարում են քննչական գործողություններ, որի պատասխանը ես չեմ տալիս, այլ քննչական կոմիտեն է տալիս։ Բայց քննչական աշխատանքներ որպես այսպեսին կատարվում ներկապային չեն կարող կատարվել։ Բայց ինչ արդյունքի ես չեմ կարող արդյունքի մասին այս բանը խոսել։ Ասում եք, քանի որ քննչական Հիմա դուք էլ կհարցնեք։ Ես չեմ կարող ձեզ։ Այդպես խումբ է գնում, օրինակ Բաքու են գնում, գալիս, խաղաղության մասին են գնաց, քաղաքասարակություն գնաց։ Իվական խնդրում եմ, էլի մեկ-մեկ խոսեք, որ կարողանամ պատասխանել ձեզ, լավ։ Հումանիտար հարցի լուծման համար ինչու չեն խոսում, ինչու այդ առումով արդյունք չունենք, հա։ Հիմա դուք ուզում եք պատասխանել ձեզ ինչու չեն խոսում, թե ինչու արդյունք։ Եվ ինչու չեն խոսում, եւ ինչու արդյունք չունենք։ Ես չեմ կարող ասել, որ չեն խոսում, որովհետեւ Եվ դրանով չեք մտածում որևէ։ Ծնողը ես ինչ ասեմ։ Ուրեմն ես ասեմ, այն ամենը ինչը կատարվում է, դա պարտադիր չի, որ հրապարակային լինի, եւ եթե դուք արդյունք չեք տեսնում, դա չի նշանակում, որ արդյունք ընդհանրապես չկա։ Բայց ծնողները Մի հարց եթե կատարվում են քննչական գործողություններ, դրանց որոշակի հատվածը չի հրապարակվում։ Թե ինչ է կատարվում, դրա պատասխանատուն ես չեմ կարող ձեզ հստակ պատասխանել։ Միած հարց, քննչական բաժնին եք ասում եք ներկայացրեք իրանց, թղթերը իրաց ձեռին է։ Մոտիկանում եք քննչական բաժնին ասում է գնացեք կառավարություն։ Կառավարությունից զարգում են ազգային անվտանգություն։ Մունք տերել եք ինչ։ Ես ձեզ հարգելի քաղաքացի, ես իրականում կիսում եմ ձեր ցավը, բայց ամեն դեպքում ձեզ ուզում եմ ասեմ, որ կառավարությունը մշտապես գտնվում է։ Չի մտածում կառավարությունը այդ հարցով, չի մտածում։ Արդարացի խոսենք, եկեք ես ձեզ ասեմ, եկեք արդարացի լինենք, որովհետև բազմաթիվ անգամներ մեղադրանքներ են հնչեցվել կառավարության հասցեին, բայց ես ուզում եմ ձեզ հավաստիացնել, որ կառավարությունը մաքսիմալ ջանքեր է գործադրում, որպեսզի այդ հարցը հնարավորինս շուտ փակվի։ Ներողություն, Մակի Գրասենյակի հանձնակատարը, ով ապրիլին ընդունել հավատարմագրեր էր ներկայացրել։ Տիկին ջան, դուք հիմա ուզում եք հարցի պատասխան ստանալ, թե ուզում եք մենք բանավիճ։ Մի րոպե, ես չեմ ուզում, որովհետև այստեղ Մակի Գրասենյակի հանձնակատարը 5 ամիս հետո ինձ փոխանցել է, որ ոչ Նիկոլ Փաշինյանը եւ ոչ Ալեն Սիմոնյանը իրեն անգամ չեն տեղեկացրել, որ Հայաստանում կան անհետ կորածներ։ Հավատարմագրերը 5 ամիս հանձնած է եղել եւ այդ տիկինը, որին մենք հիմա գնալու ենք այցելության, Ռուզանա, ինձ տեղեկացրել է, ես դա հրապարակավ ասել եմ, ասել է, որ որևէ մեկը իրեն չի տեղեկացրել, որ Հայաստանը այս ողբերգության առաջ է կանգնած, այս ծնողները։ Եթե դուք պետք է խոսեք, եկեք ես չխոսեմ, դուք խոսեք։ Եթե ես պատասխանում, խնդրում եմ ինձ մի ընդհատեք։ Երբ ես խոսում եմ, դուք ինձ մի ընդհատեք։ Ուրեմն շարունակեմ։ Կառավարությունը մշտապես գտնվում է անհետ կորածների եւ զոհված ծնողների կողքին, մաքսիմալ կերպով բոլոր հարցերով աջակցում են իրենց։ Իհարկե հնարավոր է նաեւ դժգոհություններ, դա բնական է, դա նորմալ է, որ ծնողը չունենալով հստակ պատասխան իր զավակի գտնվելու վերաբերյալ հայտնում է իր դժգոհությունը, բայց դա դեռ չի նշանակում, որ կառավարությունը որևէ կերպ չի աջակցում եւ ոչինչ չի անում նրանց գտնելու համար։ Դուք քայլ տեսել եք, դուք էստեղ եք, ես խնդրում եմ ասել, դուք քայլ տեսել եք, արված քայլ չկա, ոչ մի քայլ։ Բայց ինչ են ասում։ Ստից որևէ։ Եթե դուք հստակ հիմա հարց եք տալիս, հստակ պատասխան եք պահանջում, ես պետք է կոնկրետ հավաքեմ որոշակի տվյալներ, այդ ժամանակ ես կտեղեկացնեմ ծնողներին։ Տեսեք, երբ որ օրինակ այդ տարածքով ծորեն են վերում տանում։ Ես նման հարցերի եկեք չպատասխանեմ, լավ։ Փորձում են ձեր վերում քաղաքական հարցերից մի վարքյան ես ասեմ, ես քաղաքական գործիչ չեմ, ինձ քաղաքական հարցեր մի տվեք հստակ հարցեր, որոնք վերաբերում են այդ ոլորտին։ Ես ձեզ համար այս ծնողներից, ձեզ համար ավելի քան այս ծնողների ցավը պիտի շոշափելի լինի, որտեղ դուք էլ կորուստ եք ունեցել։ Հիմա որքանով է ձեզ համար ընդունելի, որ տարիներ շարունակ այս մարդիկ իրենց երեխաներից որևէ լուր չունեն, չեն կարողանում հասնել նրան, որ որոնողական աշխատանքները շարունակվեն։ Եկեք ես իմ անձնական կարծիքը ընդունելի լինելու եւ չլինելու մասին չասեմ, որովհետեւ մենք խոսում ենք հստակ դեպքերի վերաբերյալ։
Հստակ ես ձեզ եւս մեկ անգամ ասում եմ եւ պնդում եմ, որ կառավարությունը մշտապես գտնվում է անհետ կորածների եւ զոհվածների ծնողների կողքին եւ միանշանակ կարող եմ ասել գործադրում է բոլոր ջանքերը, որպեսզի այդ հարցերը մի րոպե ավելի շուտ ավարտվեն։ Ասում եք կառավարությունը ծնողների կողքին, բայց ծնողները բազմաթիվ ծնողներ ուզում են հանդիպում Նիկոլ Փաշինյանի հետ։ Ինչու չի ընդունում, ինչու դրանց հարցերին չի պատասխանում։ Մեկ էլ մի Ես ասեմ պատասխանի էլի։ Ժամանակ առ ժամանակ կառավարությունում վարչապետը անձամբ ընդունում է ծնողներին։ Ես չեմ կարող ասել, եթե դուք ուզում եք մենք ես ձեզ պատասխանեմ, դուք ինձ հակադարձեք, որ դա տեղ չի, եթե ես չպատասխանեմ։ Դրա համար եմ 3800-ից ավել զոհված մի վարքյան, 3800-ից ավել հարգելի քաղաքացիներ, ես ասում եմ ընդունում եմ, 3800-ից ավել զոհված տղեկ կան, ում ծնողներին բոլորին պարզ է, որ հնարավոր չի։ Նույնն է, բան տարբերություն չկա, չէ, մի վարքյան, եթե հանդիպումը ինքնանպատակ չի, եթե հանդիպումը հարգելի քաղաքացիներ, շատ է դիմել, եկեք ես եզրափակեմ, որովհետև ինչու չի Տիկին Ռուզաննա, ես ձեզ ասեմ, էլի, եթե դուք ուզում եք մենք բանավիճենք, ես դրա ժամանակը չեմ ուզում բան։ Եթե հարց եք ասում եք ընդունել է, այդ մասը խոսեց Արսենի մայրը դատախազության շենքի Մեկ ամիս առաջ են անհետ կորածի ծնողները վարչապետի մոտ հանդիպման Արսենի մայրը ընդունել է եւ ասել է ձերբակալելու եմ քո տղային։ Արսենի մայրը դատախազության շենքի առաջ ասեց ու ձերբակալեց իր տղային։ Մենք գիտենք, որ ընդունում է եւ ինչպես է ընդունում։ Ներողություն, ես մի հարցեր ունեմ։ Նախկինում Աբազյանը ակտիվորեն մասնակցում էր այս աշխատանքներին ծնողների հետ միասին։ Հիմա ինչ արդյունք ունենք նորից ազգային անվտանգության ծառայություն։ Ոչ մի բան։ Աբազյանը այդ հարցերով զբաղվեց։ Եկեք ես գնամ դուք իրանց Չէ, դուք ձեր խոսքերը։ Եթե հարց եք տալի դրա համար ոչ մի Պարոն Աբազյանի հանդեպ ես մեծ հարգանք ունեմ, սակայն ինքը գործել է վարչապետի հետ համատեղ։ Այսինքն Հայաստանի Հանրապետության վարչապետը հանձնարարել է ԱԱԾ տնօրենին, որ զբաղվի այդ հարցերով եւ գործում է հանձնաժողով, որի ղեկավարը ԱԱԾ տնօրենն է։ Չանձնավորենք Աբազյանի կողմից, այլ անց կլինի։ Վարչապետի հանձնարարությամբ է կատարվում, ոչ ոք առանց վարչապետի հանձնարարության եւ թույլտվության չի կարող ինքնագլուխ գործողություններ գործել Հայաստանի Հանրապետությունում եւ զբաղվել անհետ կորածների գործերով։ Բոլոր անհետ կորածների գործերով զբաղվող բոլոր գործիչները քաղաքական եւ բոլոր պետական կառույցի ղեկավարները միանշանակ զեկուցում են վարչապետին այդ Հիմա տեսաների արդյունքի մասին կարող եք մեր ծնողներին ասել, դուք նախապատմություն եք պատմում։ Մի բարձրացրեք ձեր տոնը։ Դե խնդրում եմ թույլ տվեք ավարտեմ մի ընդհատեք ինձ։ Հա, դե տոնը չբարձրացնեք, տեսություն։ Ներողություն, բայց ծնողները ձեզ ասել